Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ն շարունակում է աշխատանքը, եթերում ռևյուն է, զրուցակիցս այսօր դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցն է, բարի երեկո։ Պարոն Սուրենյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Սուրենյանց, մենք տևական ժամանակ է Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանի կողմից լսում ենք հայտարարություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված փաստ է։ Նույն ձևակերպումը ընդամենը մի քանի օր առաջ կրկնեց Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի բյուջեն ազգային ժողով ներկայացնելիս եւ ասաց սա Հայաստանի առաջին բյուջեն է, որը հաստատվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում։ Բայց արի ուտես, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը երեկ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ արեց այնպիսի հայտարարություն, որը հարամեց Փաշինյանի խաղաղությունը հաստատված է ձևակերպումը։ Ալիևը ասաց, որ Հայաստանի տարածքների մեծ մասը ունի ադրբեջանական անվանում, դրանք փոփոխվել են, եւ ասաց քարտեզի վրա չկա Սևանա լիճ, կա Գյոչա։ Հետևաբար, ինչու Ալիևը որոշեց հիմա նման ձևակերպումներ անել եւ եթե դուք ասում եք ավելի վաղ առհասարակ Հայաստանի ազգային ընդդիմադիր հատվածն ասում էր, որ Ալիևը օգնելու է Նիկոլ Փաշինյանին խաղաղության դրոշով գալ 2026-ին ընտրվել, ինչու Ալիևը որոշեց հարամել այդ ծրագիրը։ Նախ Նիկոլ Փաշինյանի պնդումների վերաբերյալ առիթ ունեցել եմ այս տաղավարում մի քանի անգամ արձանագրել, որ այդ պնդումները խաղաղության արդեն իսկ հաստատված լինելու մասին որևէ ինստիտուցիոնալ հիմք չունեն, որևէ։ Նախ ստորագրված չի խաղաղության պայմանագիրը։ Եվ հետո աշխարհում կոնֆլիկտների կարգավորման մի նոր տերմին է առաջացել՝ Թրամփիզմ։ Դա կապվում է բնականաբար ամենահայտնի նախագահի հետ աշխարհի։ Թրամփիզմի էությունը ինչ է։ Պրոպագանդայի մակարդակով լուծել կոնֆլիկտները։ Պրոպագանդայի մակարդակով ոչ իրական գետնի առանց վրա։ խորանալու կոնֆլիկտների, ներքին կառուցվածքի վրա, առանձնահատկությունների վրա, նրանց ունիկալության վրա, այսինքն յուրաքանչյուր կոնֆլիկտ ունիկալ է իր կառուցվածքով, հակամարտության կողմերի մենթալիտետով, առաջ քաշած օրակարգերով եւ այլն եւ այլն։ Այդ որևէ բանի մեջ Թրամփը չի խորամուխ լինում եւ հետևաբար պրոպագանդիստական շերտը նրա մոտ շատ կարևոր է, իսկ բովանդակությունը, կարգավորման իրական մեխանիզմների ստեղծումը որպես կանոն ստորադասվում են։ Այսինքն ինստիտուցիոնալ խաղաղություն Վաշինգտոնը նաև այդ պատճառով չէր կարող բերել, դրա միակ գարանտ այսպես կոչված Թրամփն է, բայց Թրամփն էլ կներեք հավերժ նախագահ չի, այսինքն մի քանի տարի հետո, երբ որ Թրամփը հեռանա, կհայտնաբերենք, որ այլ գործոն, որը կողմերին մերձեցրել էր Վաշինգտոնում, գոյություն չունի ուղղակի։ Մյուսը խաղաղության պայմանագիր չկա, քանիցս ասել ենք, եթե չկա խաղաղության պայմանագիր, նույնիսկ դրա առկայության պարագայում, եթե արդյունավետ մեխանիզմներ չկան, շատ վիճահարույց է խաղաղության հաստատումը։ Օրինակ Գազայի հատվածում մի փաստաթուղթ ստորագրվեց, չէ՞, բայց էլի ռմբահարումները, զոհերը եւ այլն շարունակվում են, ավելին ասեմ, աշխարհագրությունը նույնիսկ չի փոքրանում կոնֆլիկտի, չի սահմանափակվում, դեռ Լիբանանն է թիրախավորվում եւ այլն եւ այլն։ Հիմա Նիկոլ Փաշինյանը մոռացել է նաեւ ճակերտավոր, որ որևէ էական հարցը լուծված չի։ Դելիմիտացիա դեմարկացիան ընթացքի մեջ է, Աստված գիտի ինչ ընթացք ունենա, կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում տրամագծորեն տարբեր են պատկերացումները, բայց տարի 8 ամիս է սահմանին կրակոց չկա։ Գիտեք, դա նախընտրական պաուզա է Նիկոլ Փաշինյանի համար։ Նրա համար Վաշինգտոնում որոշել են ընտրական բանկետ կազմակերպել։ Այ դա կա։ Դա փաստորեն Ալիևը երեկվա հայտարարություններով համրամեց նախընտրական Նիկոլ բանկետը։ Փաշինյանի նախընտրական բանկետը էական չափով Ալիևը հարամեց։ Նիկոլ Փաշինյանը կիմանա անդրկուլիսյան շփումներում ինչը չի բավարարել Ալիևին, որ Ալիևը որոշեց նման ձևով հարամել նրա բանկետը, ինչ է պահանջել կուլիսներում Ալիևը, որ այս պահին չի ստացել, որտեվ ես այն կարծիքին չեմ այնուամենայնիվ, որ այդ հարամելը այնպիսի մասշտաբ կունենա, որ Ալիևը կնպաստի Հայաստանում իշխանության փոփոխությանը։ Գուցե այլ բան է տեղի ունեցել։ Գուցե
այնքան Ալիևը ինքնավստահ է, որ որոշել է ներքաղաքական օրակարգը ամբողջովին ինքը ձևավորել Հայաստանում։ Հիմա դա է տեղի ունենում։ Ինչի՞ չէ։ Երեք իմ ընկեր Վայ Հովհաննիսյանը շատ դիպուկ ձևակերպում էր արել, որ քվեաթերթիկի նմուշն է Ալիևը հաստատում։ Կամ պատասխանը Սևանն է, մյուսը Գյոյչյան ասենք։ Այսինքն ով ընտրեց ԿՊ-ի օգտին, ընդվում է Սևանը Գյոյչա դարձնելու։ Միևնույն ժամանակ Ալիևը գինը Նիկոլ Փաշինյանի համար սահմանեց գինը այս պաուզայի։ Որտեվ տեսեք, թվացյալ է, ես նոր Թրամփիզմից էի խոսում, բայց թվացյալ է, որ Թրամփն է երաշխավորը այս նախընտրական պաուզայի։ Նախընտրական պաուզայի իրական երաշխավորը Ալիևն է։ Կազմված ենք Ալիևի քմահաճությանը։ Դուք ասում եք Ալիևը սահմանեց այս պաուզայի գինը, ո՞րն է գինը։ Գինը այն ծրագիրն է, որը շատ ծառայնասրտորեն Ադրբեջանի նախագահը երեք ներկայացնում էր։ Ադրբեջանցիների բնակեցում։ Իհարկե, դա ֆունդամենտալ ծրագիր է, տեսեք։ Թվում էր, թե Ադրբեջանի ռետորաբանությունը փոխվել է։ Ռետորաբանությունը գուցե քաղաքականության բովանդակությունը չի փոխվել։ Այսինքն ռազմական ճնշմանը փոխարինելու է եկել դեմոգրաֆիկ էքսպանսիան։ Նպատակը Ադրբեջանի ցանկությունները չեն փոխվել։ Եթե մի ժամանակ մեզ պարտում էին, որ հեսա Տավուշ կմտնեն, Սյունիք կմտնեն, չգիտեմ, ուր կմտնեն։ Հիմա դրան փոխարինել ընդհանրապես դեմոգրաֆիկ էքսպանսիան, խոսում են վերադարձի իրավունքի մասին ադրբեջանցիների, բազմաթիվ ականներ դնելով այսօրվա Հայաստանին դերքում։ Դա շատ վտանգավոր ականներ են, որտեղ մի հարցում Նիկոլ Փաշինյանի հետ համաձայն եմ, դա նշանակում է կոնֆլիկտը նախնական վիճակին վերադարձնել, բայց հայ-ադրբեջանական կոնֆլիկտը ոչ թե միջպետական դարձնել, այլ տեղափոխել Հայաստանի սահմաններից ներս։ Այսօր Փաշինյանը արձագանքել է Ալիևի երեկվա ասացին եւ շարունակում է մնալ այն տեսակետին, որ սոցիալ հոգեբանական տիրույթում է խնդիրը եւ դա պետք է մենք լուծենք։ Ադրբեջանի նախագահի երեկվա խոսքում ինչն է սոցիալ հոգեբանական կամ ինչն է էմոցիոնալ։ Նա շատ ռեալիստական իր դիրքերից պրագմատիկ ծրագիր էր ներկայացնում։ Նույնիսկ բանալի բանաձևեր էր օգտագործում, ընդ որում ոչ առաջին անգամ կգանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Սա երրորդ անգամ է օգտագործում։ Գիտեք, նման բանալի եւ հստակ ձևակերպված բանաձևեր երբ են հաճախ կրկնում, երբ որ դրա տակ ծրագիր կա։ Հիմա Փաշինյանի Իամոթ Ալեն Սիմոնյանը դա խաղաղության դրսևորում էր համարում երեք, որ տանկ բառի փոխարեն լսել է մեքենա բառը, այո։ Բայց դա կրկնում եմ, դա դեմոգրաֆիկ էքսպանսիա է։ Ինչ պետք է ասեր Փաշինյանը Ալիևին, որ այսօր չասաց իր արձագանքում։ Փաշինյանը պիտի անկեղծ լիներ եւ արձանագրեր, որ խաղաղության գործընթացը առնվազն Ադրբեջանի դիրքորոշման պատճառով խաթարվել է։ Եթե նույնիսկ դա խաթարում է նրա այս ամբողջ կառուցած ավազե բուրգը, որ ինքը խաղաղաբերն է։ Այդ դուք ճիշտ եք, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը խաղաղության ապրանքը այս խեղճ ժողովրդի վրա վաճառելու ցանկություն ունի 2026-ին վերարտադրվելու գերհրամայականով, նա չի կարող է շշմարտությունը հասել։ Բայց ցանկացած ողջամիտ իրավիճակում Ալիևի երեկվա խոսքը խաղաղության գործընթացը վիժեցնելու մասին էր, եթե ընդունենք, որ Վաշինգտոնում դրա մեկնարկ էր տրվել։ Ադրբեջանից հնչում է երկրի ղեկավարի մակարդակով նման հայտարարություն։ Ես սպասում էի, որ այսօր արտգործնախարարությունը արդեն դեսպանների մակարդակով պետք է տարբեր երկրների մեսիջներ հղեր, որ այդ խաղաղության օրակարգ ասվածը խախտվում է։ Նույն Թրամփի վարչակազմին պետք էր հասցնել, որ այս ինչ է ասում Ալիևը, ինչ ասում է։ Հիշում եք մի կիսաարևմտամետ գործիչ հայտարարություններ արել, որ WhatsApp-ի համար ունի եւ այլն։ Ձեր ասածը ճիշտ կլիներ, եթե Հայաստանի այսօրվա իշխանությունը հանդգներ չընդունել ադրբեջանական վասալիտետի պայմանները։ Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստան ադրբեջանական վասալիտետի ընդունում է լինելու։ Ես միշտ օգտագործում եմ ոչ թե վերադարձ ձևակերպում, այլ բնակեցումը։ Դուք ախր չեք պատկերացնում ինչա լինելու։ Եթե կոնֆլիկտի մի փուլում, կոնֆլիկտի
էպիկենտրոնը Արցախն էր, հետո տեղափոխվեց, ասենք, հայ-ադրբեջանական սահմանագիծ Սյունիքը դարձավ կոնֆլիկտի երկրորդ թատերը, բեմ Ալիևի երեկվա նկրտումների ռեալիզացիայի պարագայում կոնֆլիկտի տարբեր ուժախներ են ստեղծվելու Հայաստանի Հանրապետության ներսում։ Այսինքն, եթե Ալիևի ծրագիրը իրականություն է դառնում, եկեք մենք մեզ չխաբենք շատ իրատեսական, հա, խոսենք։ Նախ այդ ծրագիրը մի քանի բաղադրիչ ունի։ Արդեն այսօր ինքը գործում է որպես տեղեկատվական ահաբեկչության մաս, որտեղ մեր հասարակության ընկալումների, վարքագծի, հոգեբանության, արտագաղթը խրախուսելու վրա ազդում է։ Բայց եթե դա դառնում է իրականություն, մի անգամ ձեր եթերում ասել եմ, որից հետո ԿՊ-ական երկու падգամավոր որոշեցին ինձ անարգանքի Սյունիք գամել, հիմա կկրկնեմ, որտեղ Ադրբեջանը դրա մասին, Ալիևը դրա մասին է խոսում։ Սա հայ-ադրբեջանական հանրապետություն ստեղծելու մասին պրոյեկտ է։ Ինչ ասել է հայ-ադրբեջանական հանրապետություն, որովհետև ձեր ասածը շատերի մոտ ընկալելի չէ։ 300,000 մարդ, եթե ադրբեջանցի գալիս է Հայաստան, նաև հաշվի առեք ծնելիության տարբեր մակարդակները, որ մեր երկու ժողովուրդների միջև կան, հաշվի առեք իրենց կոմպակտությունն ու այդ գետոյացման գործոնից ելնելով համախմբվելու կոնսոլիդացիայի մեծ պոտենցիալ է եւ այլն, սա նշանակում է անդադ լարվածության օջախներ, այսինքն էապես նախ փոխվում է դեմոգրաֆիկ պատկերը երկրիդ։ Երկրորդն էլ այդ դեմոգրաֆիկ պատկերի փոփոխությունը առաջացնում է ադրբեջանական միջամտության դաշտ։ Օրինակ ոնց կարող է միջամտել Ադրբեջանը։ Դիցուք եկել են ադրբեջանցիներ, բնակվում են ինչ-որ տեղ Հայաստանի Հանրապետության։ Դժվար է պատրվակ ստեղծել, որ ադրբեջանցիների հիմնարար իրավունքները խախտվել են եւ իրենց հայրենակիցների պաշտպանության քողի տակ, օրինակ ադրբեջանական սպեցնազը կամ թուրքական օպերատիվ արձագանքման ինչ-որ ուժեր հայտնվեն Հայաստանում։ Դժվար չի, չէ՞, սցենարը պատկերացնել։ Պարոն Սուրենյան, այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ 2026 թվականին Փաշինյանի վերընտրությունը հավասարազոր է լինելու հայ-ադրբեջանական հանրապետության ստեղծման, այդ 4-րդ հանրապետությունը, որ ինքը ասում է, լինելու է հայ-ադրբեջանական հանրապետություն։ Այո, երեք Ադրբեջանի նախագահ հենց այդ գինն էր նկարագրում։ Նա ասում էր, որ ձեր 2026-ի ընտրության գինը կամ այդ ընտրության արգանդից ծնվող տեսլականը սա է լինելու։ Եկեք մենք մեզ չխաբենք։ Գուցե նա հանդես եկավ որպես Նիկոլ Փաշինյանի նախընտրական մեկնարկի ստարտ տվող։ Սիմվոլիկ էր, չէ՞, երեք Նիկոլ Փաշինյանը առաջադրվեց, Ալիևն էլ ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի նախընտրական ծրագիրը, որը հակասում է Փաշինյանի հայտարարություններին, ախր դա էլ կա, չէ՞։ Նիկոլ Փաշինյանը կեղծում է։ Իրա փոխարեն սովետական Հայաստանում հնգամյա պլանները մեր հանրապետության ծնվում էին Մոսկվայում։ Նու այնտեղ գենսեկը ելույթ էր ունենում, այդ ելույթի տրամաբանության շրջանակներում ազգային հանրապետությունների ղեկավարները ներկայացնում էին իրենց հնգամյա պլանները։ Հիմա, քանի որ Նիկոլ Փաշինյանը երեք հայտարարեց առաջադրման մասին, Իլհամ Ալիևը որոշեց նրա նախընտրական ծրագիրը հրապարակայնացնել։ Այս ամենը նաև այս կոնտեքստում դիտարկեք։ Թուրքական քաղաքականությունը, որի բաղադրիչն է նաև ադրբեջանական քաղաքականությունը, սիմվոլիզմ սիրում է։ Եկեղեցու դեմ արշավը հայ-ադրբեջանական հանրապետություն ստեղծելու համատեքստում դիտարկենք, դա ավելի թե աշխարհակ քաղաքական։ Դա շատ իմ կարծիքն եմ ասում, սուբյեկտիվ։ Դա մի քիչ ճիշտ չի լինի բացառապես ու միայն Ադրբեջանի պարտադրանք համարելը։ Այդ բաղադրիչն էլ որ երկրի պարտադրանքով սա ակնհայտորեն արևմտյան որոշակի շրջանակների կոնտեքստ է, արևմուտքի գլոբալիստական շրջանակներ, Իսրայել եւ այլն, նայեք տեսեք ինչ բուրըն իրադարձություններ են կատարվում Մերձավոր Արևելքում, վերաձևավորում է տեղի ունենում աշխարհաքաղաքական քարտեզի Մերձավոր Արևելքում։ Իսկ հայկական գործոնը ներկայություն ուներ Մերձավոր Արևելքում, հատկապես հայ առաքելական եկեղեցու միջոցով։ Հետևաբար
որոշակի կենտրոնների կողմից խնդիր է դրված հայկական գործոնի էական թուլացման։ Եկեղեցին ունի ռեսուրս այդ կենտրոնների կողմից դրված այս խնդիրը չեզոքացնելու։ Միշտ ունի ռեսուրս եկեղեցին։ Տեսեք, պարոն Սուրենյանց, փաստորեն հայ առաքելական եկեղեցին այսօր պայքարում է եւ այդ կենտրոնների դեմ, եւ թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ, եւ բոլորի ծրագրերը Հայաստանում իրականացնող Նիկոլ Փաշինյանի դեմ։ Եկեղեցին իր որ ռեսուրսով է կարողանալու այդ մի քանի ֆրոնտով պայքարին դիմանալ։ Եկեղեցին ցավոք սրտի այդ երկու ռեսուրսի մեջ էլ փոքրինչ պասիվ է, այո, եկեղեցին ժամանակի եւ տարածության մեջ կարող է հաղթել Փաշինյանին եւ նրա արտաքին խնամակալներին, այդ բանի մեջ ժամանակի եւ տարածության մեջ կարող է հաղթել իր արժանապատիվ կեցվածքով եւ այլն եւ այլն, բայց երկու բան եկեղեցին պիտի անի։ Առաջին հասարակության հետ կոմունիկացիայի արդյունավետ կանալների ստեղծումը Էլի ես կոնֆլիկտի ժամանակ նույնիսկ չեմ տեսնում ես, որ վեհապարը կամ մեր երևելի սրբազանները, արքիեպիսկոպոսները հովապետական կամ այլ այցեր անեն մարզեր, լինեն ժողովրդի մեջ, ի վերջո գլխավոր դաշնակիցը եկեղեցու հավատավոր հոտն է։ Միայն նրա դիմադրությամբ, նրա աջակցությամբ կարող է եկեղեցին դիմակայել այս հակաստվածային, հակասահմանադրական, հակաքաղաքակրթական կամպանիայի, բայց դրա համար պետքա հասարակության յուրաքանչյուր անդամ մեր բարձրագույն հոգևոր այրերի ներկայությունը իր կյանքում, իր կենցաղում, իր շրջապատում զգա։ Այսինքն քիչ է, որ հոգևորականները հարցազրույցներ տան, գնան տաղավարներ խոսել, պետք է ուղղակի դուրս գալ եւ մտնել ժողովրդի մեջ։ Արդարացիորեն քննադատում եք օրինակ ընդդիմադիր գործիչներին, որ սահմանափակվում են միայն դահլիճային քննարկումներ կամ հարցազրույցային ֆորմատ, որոնք իրենց սպառել են։ Բայց տարբերություն։ Նույնը նաեւ եկեղեցու դեպքում էլ հասարակության աջակցության քաղաքական կապիտալիզացիայի խնդիր չէ կա, իսկ դա հենց այնպես չի լինում, եթե հասարակության հետ չես կոմունիկացում, չի լինում։ Եվ երկրորդ խնդիրը կա։ Այնուամենայնիվ մեր եկեղեցին ունի խնդիրներ ներսում։ Իդեպ ես մի անգամից ուզում եմ ասեմ, որ միայն մեր եկեղեցին այդ խնդիրները չունի։ Օրինակ Վատիկանը շատ ավելի լուրջ խնդիրներ ունի։ Այնտեղ պետոֆիլիայի, ֆինանսական շատ լուրջ չարաշահումների շատ հարուստ նյութեր կան արևմտյան մամուլում ամեն օր ընդ որում։ Իհարկե դա որևէ կաթոլիկ պետության հիմք չի տալիս, որպեսզի նման լաոցիզմը նման գրեգ ձևով խախտեն եւ աշխարհիկ պետության սկզբունքների դեմ ոտնձգություն անելով միջամտեն Վատիկանի կյանքին, բայց այդ խնդիրները կան, բայց Վատիկանում բարձրաձայնումներից բացի անդադ երկմտում են ինչ-որ ռեֆորմների շուրջ, որ այդ խնդիրները վերացնեն։ Այ մեր եկեղեցում մի քիչ էլ դա է պակաս։ Իսկ ինչ է պակասում մեր ընդդիմությանը։ Տեսեք, պարոն Սուրենյանց, մենք տեսնում ենք Ալիևի հայտարարությունները, տեսնում ենք Փաշինյանի կիսակտուր պատասխանները դրան լավ։ Բոլորդ ասում եք, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձնում է ադրբեջանական ենթապետություն, որ Նիկոլ Փաշինյանը եկել է ոչնչացնելու հայ ժողովրդի ազգային արժեքներ, ու ընդհանրապես մենք որպես պետություն կդառնանք կամ Թուրքիայի կամ Ադրբեջանի կցորդը, եթե այս մարդը մնա։ Շատ բարձր եք ասում։ Թուրքիան այնքան ծանրաբեռնված օրակարգ ունի, որ մենք իր օրակարգում մեզանով շատ դուրս զբաղվելու ոչ ժամանակ ունի, ոչ շատ լավ, բայց ինչ է անում Հայաստանի ազգային հատվածը։ Ով ինչպես պետք է բռնի Փաշինյանի ձեռքը, որովհետև մենք անընդհատ ընդդիմադիր դաշտի խոսույթում տեսնում ենք, որ վիճակը ծայրահեղված է, ավելի լարվել է, բայց քայլերը դրանց համահունչ չեն։ Արգելի Աղավնի, տեսեք, ես ու ձեր մնացած հյուրերը դարձել են քաղաքական վիճակագիր։ Նույնիսկ ոչ թե քաղաքական վերլուծաբան կամ քաղաքական գործիչ, այլ քաղաքական վիճակագիր։ Մենք սպասում ենք միազգակործան պատուհաս այսօր նոր ինչ տխմարություն կերկնի կամ ինչ-որ բան կանի, հետո կամ է շատ սառնասիրտ ինչ-որ ծրագիր իրականացնի, մենք հետ գրության կարգով կսկսենք դա արձանագրել։ Ինչու, որովհետև ընդդիմությունը չունի իր հետ ճիշտ աշխատող քաղտեխնոլոգներ, ինչն ունի օրինակ Փաշինյանը։ Գլխավոր բանը չունի։ Ընդդիմությունը չի մտածում այլընտրանքային օրակարգ մշակելու մասին։ Կոտորվեց մշակելով, պարոն Սուրենյանց, ինչ պետք է անել, ինչպես արտաքին քաղաքական։ Մենք մի հատ ընդհանրեն այլընտրանքային օրակարգ արեցինք
Այսինքն մենք չէ, անողը արեց, բոլորս աջակցեցինք impeachment-ը, մնաց օդում կախված։ Հա, բայց մենք հաջորդ քայլը չարեցինք։ Դե փաստորեն խոսեցինք չարեցինք։ Այսինքն ստացվում է ոչ թե պակասող այլընտրանքային օրակարգն է, այլ բան։ Տեսեք, խնդիրը ինչումն է, հարգելի աղավնի, այս տասնյակ մարդիկ ինձ ամեն օր փողոցում ասում են։ Տասնյակ մարդիկ, որ մենք գալիս ենք տաղավարներ, շատ կարևոր չեմ վիճարկում, շատ կարևոր եւ շատ պետական անվտանգության, մեր երկրի ինքնիշխանության, խաղաղություն, պատերազմի երկընտրանքի տեսանկյունից շատ կարևոր խնդիրներ իհարկե քննարկում ենք, բայց քաղաքացին իրան այդ օրակարգերում չի տեսնում։ Այսինքն մենք ամբողջովին անտեսել ենք այն խնդիրները կամ հիմնականում անտեսել ենք, հա, որոնք վերաբերում են քաղաքացու կյանքի որակին։ Ինչ անենք, մտնենք սոցիալական դաշտ, խոսենք աշխատավարձ, թոշակ, նպաստ, ասֆալտ։ Գիտեք, այդ պարտադիր չի այդքան պրիմիտիվացնենք խնդիրը։ Մենա դա անում է, էլի Փաշինյանը։ Ամբողջ օրը ասֆալտ, թոշակ, նպաստ։ Դե ուրեմն նախաձեռնություն նաև դրանով է պահում։ Հասկանում եք, այսինքն մենք խոսում ենք պետության կործանման մասին, բայց պետք է խոսենք նպաստից, ասֆալտից, որ այս ժողովուրդը տեղից շարժվի։ Գիտեք, մեր հասարակությունը 44 օրյա պատերազմից եւ ազգային պետական այն նախագծի կործանումից հետո, որ դրված է երրորդ հանրապետության հիմքում, շոկի մեջ է։ Քանի տարի է շոկի մեջ, բան Սուրենյան։ Կարող շատ երկար տևի, որտեվ Ադենաուերի պես առաջնորդ չի ծնվել, ասենք հետ պատերազմյան Գերմանիայի մասին եմ խոսում, որը այնքան խարիզմա եւ այնքան պոտենցիալ ունենա, որ բավականին արագ կարողանա հանել հասարակության այդ վիճակից։ Այսինքն խարիզմա եւ պոտենցիալ ունեցող առաջնորդը չկա, ոչ թե այլընտրանքային օրակարգը։ Դե գիտեք, այդ բոլորը փոխկապակցված են։ Օրակարգը ծնում է առաջնորդ կամ խարիզմատիկ առաջնորդը բերում է օրակարգ, այդ փոխկապակցված են այն հավի եւ ձվի պատմությունն է, որովհետեւ մենք նաև կա անդիմադիր բոլորիս մասին է խոսքը, տարբեր սեգմենտների էկոցենտրիզմը։ Էկոցենտրիզմը էլ չէ։ 21-ին դա կար եւ այդ ձեր ասած անդիմադիրները տեսան, թե ինչ պատի բախվեցին իրենց էգոյի պատճառով, այսինքն 26-ին եւս դա կա, դասեր չեն քաղել 21-ի պարտությունից։ 26-ին դա, բայց ավելի բարոյալքված անդիմությունը, որովհետեւ 5 տարի այնուամենայնիվ չմոռանանք, որ անհավասար պայքարում նաև ընդդիմությունը մաշիլ է։ Նաև խորհրդարանական ընդդիմության մասով գլխավոր առաջադրանքը չեն կարողացել կատարել։ Հիմա չեմ քննարկում պատճառները, փաստ եմ քննարկում։ Մոտենում է այս ազգային ժողովի մայրամուտը, բայց այդպես էլ մենք Նիկոլ Փաշինյանի մայրամուտը չտեսանք։ Ինչի մանդատով իրենք եկել էին։ Այդ խնդիրը կա։ Գիտեք, ընդդիմության վերափոխման միջոցով է հնարավոր հասնել վերափոխման, տեսեք, ես չեմ ասում փոփոխության, դրանք շատ տարբեր բաներ են։ Ինչ ասել է ընդդիմության վերափոխում։ Էլի եմ ասում։ Դուք նկատի ունեք անձերի, դեմքերի վերափոխում, ինչ նկատի ունեք։ Ոչ, շատ մեխանիկան է։ Ձեզ թվում է, որ ենթադրենք այսօրվա խորհրդարանական ֆրակցիաների ղեկավարների փոխարեն իրենց նույն օրակարգը երկրորդ համարով խաղալու այդ բարդույթը շարունակեմ ես ինչ-որ բանա փոխվելու։ Բայց ի՞նչ է նշանակում ընդդիմության վերափոխումը։ Ուրեմն պիտի գտնենք այն օրակարգը։ Իմիջիայլոց գտակ այդ օրակարգը Հայաստանը ազատել Նիկոլ Փաշինյանից։ Դա նպատակն է կամ միջոցն է։ Բայց ո՞նց ենք մենք հասարակությանը համոզում, որ դա այն քայլն է, որից հետո սկսվելու է այս նվաստացուցիչ անկման բանը դաթարը։ Ասում եք հասարակություն ջան, Նիկոլ Փաշինյանին ճանապարհեք տուն, կգանք քարը քարի վրա դնելով, ինչ-որ մի բան կփոխենք։ Դե հիմա տեսեք, չեն հավատում։ Ասում են Նիկոլ Փաշինյանին իմիջիայլոց կենթանի համակիրներ համարյա չունի հասարակության մեջ, բայց դրանով հանդերձ կա մի հատ հասարակական ընկալում, որ նաև 2018-ն է դրա պատճառը, հա, ցեխից դուրս չգանք, ընկնենք ցեխաջուր, այդ մտավախությունը։ Իրենք արդեն ցեխաջուրի մեջ են, պարոն Սուրենյան։ Գիտեք, այդ մարդիկ արդեն սրանից են կողմ ցեխաջուր։ Հարգելի աղավնի, դուք միանգամայն ճիշտ եք ասում, բայց ես մի քանի անգամ ձեր հաղորդումներում պատահական չեմ ասում, ասել, որ եթե նրա օրասպանը մենք պատասխանում ենք հեքիաթով,
Հեքիաթով չի։ Ձեր ասածն էլ է ռեալ իրատեսական Հայաստան ազատել Նիկոլ Փաշինյանից, որովհետև այս մարդը Հայաստանի տարածքն է անգամ փոքրացնում։ Հա, իմ ասածը կամ մյուսների ասածը դերևս հասարակությանը համոզիչ չի թվացել։ Դրա համար Ինչպես է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանի ասֆալտը գյուղերում համոզիչ է։ Որտեվ դա ռեալ շոշափելի բան է։ Դե անվտանգությունն էլ է ռեալ շոշափելի։ Ցավոք սրտի անվտանգային հարցերում լիքը բաներ բացահայտվում են միայն կատաստրոֆայի ավարտական արարում։ Օրինակ, բերեմ շատ հասարակ օրինակ, երբ որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ից հետո ձեր եւ այլ տասնյակ եթերներում բազմաթիվ մարդկանցով ահազանգում ենք, որ սա կանաչ լույսը Արցախի կործանման համար, մեր հասարակության մեծամասնությունը դա լուրջ չէր ընկալում, որտեղ էլ ֆիզիկապես Արցախը կար, իրանք այն պատրանքներին էին տրվել, որ արցախցիների անվտանգության եւ այլ խնդիրներ պետք է լուծվեն եւ այլն եւ այլն։ Միշել, բան չէ, ժամանակ էլ Թրամփի փոխարեն Միշելն էր, հիշում եք։ Այո։ Թրամփի փոխարեն Մակրոնը Նիկոլ Փաշինյանի սրբապատկերը Միշելն էր, կամ սրբապատկերի վրա Միշելն էր պատկերված։ Հա, անդադ Մակրոն, Միշել, նրանք ինչպես կարող են թողել, որ Արցախը կործանվի։ Ձեր հիմա ասում են, ինչպես կարող է թողել Թրամփը, որ Հայաստանը կործանվի եւ այլն։ Բայց Թրամփը ցույց տվեց հայտնի գագաթաժողովում համար այդ խաղաղության փաստաթուղթը ստորագրել։ Իմիջիալոց նրանք նման գրեիկ բացահայտություն, բացահայտ գրեիկ ցուցադրություն անգամ Թրամփից ես չէի սպասում։ Նա պտտվում է դեպի Ալիևը, ասում է սա այն մարդն է, որի համար ես գնացել եմ այդ խաղաղությանը, ապացուցելով ձեր եթերում իմ ասված են հայտնի ֆրազը, որ Վաշինգտոնում տեղի ունեցել հայ-ադրբեջանական, կներեք, ադրբեջանա-ամերիկյան գործարք, որտեղ Նիկոլ Փաշինյանը բուտաֆորիայի դեր է կատարել կամ սեղանի վրա դրված մենյուն է եղել։ Պարոն Սուրենյան, շարունակելով ընդդիմադիրների անելիքների թեման, հա, որքան 2026 հունիսը մոտենում է, մենք այնքան տեսնում ենք քաղաքական միավորներ, նորաստեղծ ուժեր են ձևավորվում, լավ են անում, բայց բոլորը, այսպես որպես սուրբ պարտականություն, հենց քնից արթնանում, առաջինը հայտարարում են, որ նախկին ուժերի հետ համագործակցությունը իրենք բացառում են։ Այդ դուք անընդհատ խոսում եք ընդդիմադիր դաշտում կոնսոլիդացիայի մասին։ Կներեք, դա շատ ոչ ադեկվատ մոտեցում է հիմա, որտեվ նախկին ներկան ինչ կապ ունի Սևան Գյոչա երկընտրանքի հետ։ Այսքան ասեմ, ինձ թվում է բավարար է, չէ՞։ Այդ ընդհանրապես նշանակում է չէ ծնված վարակված լինել Նիկոլ Փաշինյանի օրակարգով։ Այսինքն դա լրիվ Նիկոլ Փաշինյանի օրակարգն է, նախկիններից դիստանցավորվել է։ Ասում եմ Սևան Գյոչա երկընտրանքի մասին է, չէ՞, ընտրությունը։ Հիմա կարող եք ցույց տալ ներկա նախկինը ոնց է պրոյեկտվում այդ Սևան Գյոչա երկընտրանքի մեջ, չկա տես բան։ Այդ գուցե ճիշտ էր մասամբ 2018-ի ընտրություններում մասամբ, որտեղ հեղափոխությունը նոր էր եղել եւ այլն եւ այլն։ 2021-ից այսօր ես մի հատ հրաշալի բան էի բերել։ Գրառում էի առավոտը արել իմ կարծիքով, խոսել էի շատ կարևոր մի բանի մասին։ Երեք հրաժարական է տվել Վալենսիայի նահանգապետ, ասենք մեր լեզվով, կամ մարզպետը, Մասոնը։ Պատճառը եղել է այն, որ 1 տարի առաջ ջրեղեղ է տեղի ունեցել Վալենսիայում, ինչի հետևանքով 229 մարդ մահացել է։ Մի տարի այս մարդուն հետապնդում էր այդ մեղքը, անդադ քննադատություններ էր հնչում եւ այլն, երեք շատ հուզիչ մի տեքստով այս մարդը հրաժարական տվեց, ասելով, որ այս վիճակում այլևս չի կարող շարունակել իր պաշտոնավարումը։ Տեսեք, անարդյունավետ մի կառավարում բերել էր 229 մարդկային զոհերի, որում բնական աղետի գործոնով մարդը հեռացավ։ Հայաստանում գործեց հակառակ տրամաբանությունը։ Հայաստանում հենց պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը կարճած մնաց իշխանությանը, ի թիվս այլ բաների, այդ օրը գնդակահարվեց հայկական դեմոկրատիան, որովհետև դեմոկրատիան միայն ընտրություններ չի, դա նաև քաղաքական պատասխանատվություն է, որ դու արածիդ համար պետք է պատասխան տաս եւ հեռանալդ ու չհեռանալդ որոշվի նաև
քո քաղաքականության հետ բերած հետևանքով։ Դե հիմա դա չունենք։ Հիմա տեսեք, երբ որ դեմոկրատիայի վրա կրակել է հայկական Նիկոլ Փաշինյանը իր տոտալ անպատասխանատվությամբ, մի Վալենսիայի նահանգապետի քաղաքական պատասխանատվություն էլ չունի։ Նիկոլ Փաշինյանը մի Վալենսիայի նահանգապետի, որը համապետական մասշտաբի լիդեր չի, քաղաքական պատասխանատվություն էլ չունի։ Նա սպանել է հայկական դեմոկրատիան, մենք հենց խաղում ենք ներկա նախկին։ Նա սպանել է հայկական ինքնությունը, մենք հենց խաղում ենք ներկա նախկին։ Ադրբեջանցիներին պատրաստվում են բերել մեզ հարևան դարձնել, մենք մեր իրական հարևանի մեջ տեսնում ենք հանցավոր նախկին, հասկանում եք, սա ոչ համարժեք խոսույթի դրսևորում է։ Ես, որ նախկինների օրոք առնվազն 2 անգամ քաղաքականավոր եմ եղել, հրաժարվում եմ հասկանալ այս անբնական խոսույթը, երբ որ մեր տունը արդեն հրդեհված է։ Չկա նման խնդիր, կա օրակարգի բացակայության խնդիր, այդ օրակարգի բացակայությունից է, որ նոր քաղաքական գործիչները վեր են կենում, որոշում են ոչ թե Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ արդյունավետ պայքարի պլան առաջարկել, այլ Ռոբերտ Քոչարյանի Սերժ Սարգսյանի վրա տուրնիկ անելով վարկանիշ ձեռք բերել։ Ասում են ժողովուրդ, այս 5 տարի սոցիոլոգիական հարցումներ եք անում, տեսնում եք, որ 60%-ը անտարբեր է, ոչ նախկին է ուզում, ոչ ներկա, հետևաբար մենք որպես նորաստեղծուր գնում ենք այդ 60-50%-ի հետևից։ Այո, ես էլ նախկին համակարգի ռեստավրացիային չեմ հավատում, բայց ես ուրիշ բան եմ ասել երբևէ։ Բայց հինը ասպարեզից դուրս է գալի կամ մարգիլանալու է, երբ որ դու արդյունավետ նոր բան ես ստեղծում։ Այսինքն ոչ թե պիտի այդ մարդկանց հրամայես, որ նրանք քաղաքականությունից դուրս գան, այլ պիտի ավելի արդյունավետ հարթակ, ավելի կոմունիկաբելնի խոսույթ ստեղծես, որպեսզի դու դառնաս մագիստրալ ուժ։ Կարող են դառնալ մագիստրալ ուժ հենց ի սկզբանե այդ օրակարգը որդեգրած նորաստեղծները։ Գիտեք, ընդհանրապես նորաստեղծ որևէ ուժ ոնց կարող է մագիստրալ դառնալ։ Երկու ճանապարհ կա, երբ որ նա իր շուրջ ապահովում է հանրային եւ քաղաքական լայն կոնսոլիդացիա, ճիշտ է, մագիստրալության ամենագլխավոր հատկանիշը։ Երբ որ դու ի սկզբանե սահմանագծված ես մտնում քաղաքական դաշտ, դրա հնարավորությունը շատ թույլ է լինում։ Ես ընդհանրապես ես չեմ ասում սիրեք նախկիններին, ինքս հին համակարգի ռեստավրացիային չեմ հավատում։ Քանիցս ասել եմ, դա նույնիսկ պատմական օրինաչափության տեսակետից անունար։ Ուրիշ բան եմ ասում։ Ասում եմ, այդ խոսույթը արհեստական է, հենց մտնում եք այդ խոսույթի դաշտ։ Դուք ոռոգում եք Նիկոլ Փաշինյանի հասարակության բարիկադավորման քաղաքականությունը։ Հիմա, պարոն Սուրենյան, եկեք մի փոքր ավելի բացենք ճակերտները, տեսեք, մեր ձևով շարժում, միասնության թևեր շարժում, հայաքվե, Հայաստանը ես եմ նախաձեռնություն, նոր ձևավորվող քաղաքական միավորներ եւ շատ պարզ երևում է, որ այդ քաղաքական միավորների լիդերները պատրաստվում են 2026 հերթական ընտրություններին եւ ես թվարկեցի միավորների անուններ, որոնց լիդերների մակարդակով է հնչել նախկինների հետ համագործակցության բացառումը։ Ենթադրենք Նիկոլ Փաշինյանը 2026 թվականին ընթառաջ օրինակ չի գրանցում մեր ձևովը որպես կուսակցություն կամ ինչպես ինքներդ եք ասում Մոլդովայի օրինակով, Մայա Սանդուի օրինակով ընտրություններին արգելում է որևէ պատրվակով, որ մեր ձևովը մասնակցի։ Այս բոլոր նորաստեղծները, որ եկան, ձևավորվեցին այդ նախկիններին բացառելու տրամաբանության մեջ, ինչ են անում։ Եկեք սենց մի կուսակցության վրա եկեք չկենտրոնանանք, ում կֆիլտրեն կամ ում կանաչ լույս կտան։ Ակնհայտորեն, երբ որ Արադ Միրզոյանը իր մոլդովացի գործընկերոջ հետ խոսել է, նույնիսկ պաշտոնական հաղորդագրությունում ձևակերպում կար փորձի փոխանակման մասին կամ մոդելը կիրառելու մասին։ Հետևաբար ֆիլտրումների համակարգը գործելու է։ Կրկնում եմ, եկեք որևէ ուժի վրա չկենտրոնանանք, որ հետո մեզ չմեղադրեն, որ տրամադրություններ են գեներացնում եւ այլն եւ այլն։ Դա լինելու է։
Դա լինելու է, իշխանությունը գնալու է ֆիլտրումների, ռեպրեսիաների ճանապարհով, որովհետև եթե մեկը բռնաբարում է քաղաքական պատասխանատվության ինստիտուտը, դրա հաջորդ քայլը ընտրություն կեղծելն է։ Մեկը եթե ահաբեկչի հոգեբանությամբ պատանդ վերցնելով է քաղաքական խնդիր լուծում, օրինակ վեհապարի ամբողջ մերձավոր հարազատներին պատանդ է վերցնում, որպեսզի նրան հակի ինչ-որ քայլերի։ Այդ մարդը ընտրությունների ժամանակ մարդ էլ կգնդակա արի։ Այսինքն, եկեք փոխկապակցություն, այս ամեն ինչի հասկանանք։ Հետևաբար, այս պայմաններում քաղաքական բոլոր ուժերին խորհուրդ կտամ, բոլոր ուժերին, համարեք ինձ էլ միասին, հայտ ներկայացնելուց ոչ թե ընդդիմության ներսում բարիկադներ առաջացնեն։ Ընդհակառակը, ընդդիմության ներսում եւ հասարակության ներսում բարիկադներ քանդելով պիտի այդ հայտը ներկայացվի եւ հայտի երկրորդ մասը պետքա կառուցված լինի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու արդյունավետ ծրագրով։ Բարիկադները լավ ճանապարհ չեն նոր հայտ ներկայացնելու։ Այո, կարող ես ասել, որ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Դաշնակցության կամ Հանրապետական կուսակցության պատկերացումները չես կիսում։ Ընդհանրապես այդ մասին էլ շատ պետք չի խոսալ, որտեղ եթե դու ուրիշ հայտ ես ներկայացնում, ինքնին արդեն հասկանալի է, որ դու չես կիսում, որ արդեն գոյություն ունեցող այլ կուսակցությունների տեսլականներ չես կիսում։ Բայց մեզ հիմա այլ բան է պետք։ Մենք կարողանում ենք հանրապետության կամ Սևանը գյոչաչ դարձնելու շուրջ ձևավորել հանրային քաղաքական շատ լայն կոնսոլիդացիա, որովհետև օրինակ եթե Ավարայրին ընթառաջ կամ Սարդարապատին ընթառաջ կամ 88-ին ընթառաջ մենք սորտավորենք մեր քաղաքացիներին ինչ կլիներ ներկա նախկինով, Ղարաբաղցի հայաստանցիով, չգիտեմ, այդ տարբեր բաները, հարուստ աղքատով, այն ինչ որ Նիկոլ Փաշինյանը մտցրել է։ Եկեք ճիշտ հասկանանք։ Բարիկադների գավրոշը Նիկոլ Փաշինյանն է, մեր խնդիրը բարիկադները եւ քաղաքական գավրոշությունը վերացնելն է։ Եթե մենք գնանք, մենք էլ ստեղծենք բարիկադներ, Նիկոլ Փաշինյանը այդ շատ փայլուն անում է, ու մեր կարգի զինվորիկների կարիք չունի։ Հասկանում եք, ընդհակառակ ինքը այնքան է պառակտ է մեր ազգին։ Էլ ձև է արդեն մի քանի եկեղեցի հեսա շուտով գուցե ունենանք։ Ոչ մեկ այդ վտանգի մասին չի խոսում, ինքը հենց այդ ճանապարհով է գնում։ Սևեռվել են քանի մարդ է հավաքում Հովանավանքում կամ պրոգնոզ են անում քանի մարդ կհավաքի Թալինում։ Ոչ մեկը չի խոսում, որ ինքը գնում է ինստիտուցիոնալ ապամոնտաժման։ Այդ մարդկանց թիվը կարևոր չի։ Կարևորը այն է, որ քաղցկեղի պես ինքը տարածվում է եկեղեցու ներսում, այլևս եւ ամենասարսափելի բանը, որ շուտով մենք Հայաստանում մի քանի եկեղեցի կարող ենք ունենալ, ավելի շուտ արդեն աղանդներ, որովհետեւ տեսեք Հովանավանքի ամենասարսափելի բանը, այնտեղ հավաքված մարդիկ Աստծուն չեն երկրպագում, երկրպագում են Նիկոլ Փաշինյանին։ Նոր պաշտոն է Հայաստանում ստեղծվել։ Նիկոլ Փաշինյանը նոր պաշտոն է իր համար ստեղծել, ոչ մեկ սրա մասին չի խոսում։ Դա դարձել է Աստծու եւ եկեղեցու միջնորդ։ Եվ ինքն է որոշում, ով է ճիշտ հոգեվորական, ով չէ, ով է կարգալույծ եղած, ով ոչ։ Այս սարսափելի բաները թողած մենք բան ընկել ենք ներկա նախկին ենք խաղացնում, չգիտեմ ինչ ենք անում։ Դրա համար էլ բանա հուդաների ու մատնիշների մի ամբողջ բանակ է վխտում էշմիացնում, որոնք լրիվ կեղծ մատնությամբ, սենց բան ես չեմ տեսել, 30 տարվա մեջ իմ քաղաքական գործունեության, սենց բան չեմ տեսել։ Մեկը չի ասում, բա որ ձեր հանդիպումը եկել են խոչընդոտել են այդ վեհապարի հարազատները, ուր է ձեր տեսանյութերը, այս ժամանակակից տեխնո, բա հիմա այդ մարդիկ պատկերացնում եք կրիշի վրից նկարած կլնեին, ես իմ որտեղից Ստորգետնյան նկարանումներ արած կլնեին, հիմա ամբողջ օրը եթերներում ողողված կլներ,
գնացել են ձախողված հանդիպման ֆոնին դարձել են Նիկոլ Փաշինյանի մատնիչը։ Ու հիմա այս պարագայում մենք բան ենք անում, գիտեք, մեր դրկիցի մեջ նախքին թալանչի փնտրելով հող ենք պատրաստում, որ մի հատ ադրբեջանցի մեր հարևանը դառնա, որը հետո Սաֆարովի սինդրոմ կարող է աշխատացնի հենց Հայաստանի ներսում։ Ես դրա համար եմ ասում, շատ լավ են, ինչքան շատ քաղաքական ընդդիմադիր հայտ լինի, այնքան ես ողջունում եմ, բայց այդ ակադեմիկ պսևդո դասական մոտեցումներից մի քիչ դուրս պիտի գան։ Երկու բան ունեն, հասարակության հետ արդյունավետ աշխատել, ունենք, չունեն, հասարակության հետ ակտիվ աշխատել, կոնսոլիդացնել, Նիկոլ Փաշինյանի հեռացման հարց լուծել։ Ես քվեաթերթիկի վրա Նիկոլ նախկին ներկա բառերը չեմ տեսնում։ Քվեաթերթիկի վրա տեսնում եմ Սևան եւ Գյոյչա։ Հիմա սրա մեջ եթե մեկը ներկա նախկին է տեսնում, ուրեմն ինքը Նիկոլ Փաշինյանի արքունիքում համապատասխան նիստ զբաղեցնելու խնդիր ունի։ Շնորհակալ եմ, պարոն Ես Սուրենյան։ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, զրուցակիցս այսօր Սուրեն Սուրենյանցն էր, այսքանը ցտեսություն։